Я тебя не отдам, любовь, как я тебя ждала. Эти руки твои, эти губы твои, я все помню, я тебя не отдам, любовь, мне без тебя не жить. Я помню все, память нельзя убить. Բրավո։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ մենք նայում էինք Նուկովսև Մեսի մրցույթը, ու ես վստահ եմ, որ ամեն հայ իր բազմոցի վրա ոնց էր աղոթում քեզ համար, ոնց էր հուզվում, ոնց էր վերջում գոռում բրավո, ու ոնց էինք գժվում, երբ որ նույն Ֆիլիպ Կիրկորովը ես այնքան ուրախացած սիրտս հովացավ որ լազերով այդ սեղմեց այդ կոճակին, որովհետև շատ անարդար էր։ Սրտի տանիքներով Musa Production Շատ դժվար вообще օրեր, շատ դժվար օպեներ էր իմ համար, որովհետև դու հասկանում ես կամ դու դուրս ես գալի պրոյեկտից, կամ մնում ես, всё, последний момент։ Ես վերջի մասնակիցն էի այդ օր։ Ու հաղթեցիր, ու մենք թրջկոտում էինք սենց ուղղակի ուրախությունից։ Գիտես Էլեն, ինձ թվում է փոքր, հատկապես փոքր երկրների ու ժողովուրդների համար, երբ որ իրենց հայրենակիցը հաղթում է ինչ-որ մի բեմում, այն էլ ինչ-որ չէ, հա, հսկայական միլիոնավոր մարդիկ հետևում են այդ մրցույթին, ու ինքը շատ հեղինակավոր մրցույթ է անկախ ամեն ինչից, ու մենք շատ սիրում ենք, ես ինքը շատ սիրով եմ հետևում այդ մրցույթին։ Երբ որ հայը հաղթում է ու այդքան դրական կարծիքներ, այդ էմոցիաներ, այդ հաղթանակը իր արժեքը կրկնապատկում է։ Իսկականից դա տենց է, որովհետև միշտ տենց է, որ ինչ-որ փոքր երկրներից, ասենք, չգիտեմ, Ռուսաստանը շատ մեծ երկիր է, միլիոնավոր հետևորդներ ունի այդ պրոյեկտը, ու երբ որ դու հաղթում ես ու հասկանում ես այդ ուժը ստատուս, որովհետև այդ պրոյեկտը, չգիտեմ, իմ համար միշտ երազանք է եղել, լինել մասնակից, բայց ոչ հաղթել։ Ես թե ինչ-որ մեկը ինձ ասեր 3 տարի առաջ դու լինելու ես Նուկովսև Մեսիայի հաղթողը։ Հա, դա իմ համար չգիտեմ։ Երևի թե չէի հավատա։ Գիտես, արի սկսենք սկզբից։ Փոքր Էլենը, որը գնում էր մանկապարտեզ, հետո դպրոց, երիտասարդ ծնողներ, որոնք որ համենայն դեպս, չգիտեմ, քեզ վարորդները չէին տանում, հա, հատուկ ծառայողական ավտոմեքենա, ասում ասում սովորական ապրող ընտանիքի մարդիկ, մանկապարտեզ, հետո դպրոց, իսկ թող ինձնից ոչ մեկ չնեղանա, բայց ռուսների հետ ապրել հեշտ չի։ Ես հիշում եմ, երբ որ օրինակ օդանավական ես ասում, большое спасибо, ընկերուհիս ինձ ճմկտում էր ու սենց էր անում, մենակ ասես спасибо։ Ասում էր, որովհետև իրենք դա չեն գնահատում, երբ որ դու շատ ուզում ես շատ մեծ շնորհակալություն ասել, այս դեպքում դա ճիշտ չի ընկալվում։ Взаимный чист, ну, всегда так, հա։ Բայց այդ դպրոց էիր գնում, ունեիր դասընկերներ, քեզ տարբեր իրենցից զգում էիր, այդ Յան ազգանունը, որ օրինակ դասամատյանում կարդում են ուսուցիչները, այդ Յանի ժամանակ ինտոնացիան փոխվում է, վերաբերմունքը փոխվում է, թե չի փոխվում։ Ճիշտն ասած, դպրոցում ես իմ դասարանում հայերը շատ էին, տես չեմ կարող ասել, որ շատ եմ զգացել այդ տարբերությունը, բայց երևի թե ավելի շատ պրոյեկտներին ես զգացի, որ ես ուրիշ եմ, оказывается, որովհետև չէ, դպրոցում вообще Ռուսաստանում, Մոսկվայում նացիոնալիստները շատ են։ Մենք, չգիտեմ, очень международный, շատ միշտ հեշտ է եղել, դպրոցում էլ չեմ զգացել, բայց եղել է տենց ժամանակներ, որ երևի, չգիտեմ, ինչ-որ ռուս երեխեք կարող է մոտիկանեն, ասենք ես այդ safe դու։ Ասենք, ну, как бы это միշտ դա քեզ խոցում էր, նեղացնում էր, երբևէ դա քեզ առիթ տվել է, որ գնաս մամային ասես, մաման ես ինչի եմ սենսև, կամ մտածես, որ դու իրենցից լավը չես գուցեև։ Ճիշտն ասած, ես
իմенно հենց այդ մաշկի, չգիտեմ խի, բայց իմенно մաշկի հետ միշտ տենց ինչ որ խնդիրներ կար, որովհետև անընդհատ ինձ մոտենում էին, ասում են, «Խես, դու սենց սև»։ Ես չեմ կարող ասել, որ ես նեղացել եմ կամ Իսկ դու պատասխանել ես իրենց, թե լռել ու անցել ես։ Փորձել եմ, չէ, չեմ լռել։ Մամայից մոտ էի միշտ գնում, ասում էի, ինչ անեմ, որ սենց բաներ են ինձ ասում, բայց միշտ պատասխանել եմ, ասել եմ, դու ինչ ես, կներես։ Չգիտեմ։ Ես именно вот կոմպլեքս չեմ ունեցել։ Երբ որ գնացել ես դպրոց, քո դասընկերները քեզ չեն շնորհավորել ու իմ աչքերը լցվեց ու ես սկսեցի, որովհետև այնքան ոնց կարող է այդպիսի բան լինի։ Երբ որ գիտես տարիներ առաջ բոլորս էինք գանվում հեռուստաէկրանների առջև, էլի, այնպես չէր որ Instagram-ը կամ Facebook-ը այսպես շատ տարածված էր ու մենք հեռուստացույց քիչ էինք նայում։ Դա իրականությունն է պրոյեկտների, որովհետև երբ որ սկսում ես ինչ-որ, չգիտեմ, очень популярных проектах участвовать, գալիս ես դպրոց ու դու հասկանում ես, որ այդ մոմենտին դու ուրիշ ես։ Նախանձը արթնանում է։ Շատ, որովհետև ես դա իմ ամենաառաջի տելևիզիոնի պրոյեկտն էր, «Голос детям»։ Ես 11 տարեկան էի, շատ փոքր, եկել էի դպրոց ու ես գիտեի, որ, չգիտեմ, չաթերում, գրուպաներում գցել են ու դիտել են քո ելույթը։ ու մարդիկ գիտեն, բոլորը նայել են։ Ես գիտեի։ Ու ես եկա դասարան ու չէ, ոչ մեկ ոչ մի բան չասեց։ Իսկ դու սպասում էի։ Սպասում էի, շատ էի սպասում։ Հիմա ես չէի սպասի, որովհետև ես գիտեմ իրականությունը, գիտեմ մարդիկ ինչ ռեակցիա են տալիս, բայց երբ որ ես 11 տարեկան երեխա էի, չէ, ես տենց շատ էի սպասում, որ վաու, ты что была в телевизоре։ Գիտես, այն ինչը որ մեծ չի կոտրում, դարձնում է ավելի ուժեղ, բայց որտեղ մենք կոփվում ենք։ Այն ինչ որ առաջին անգամը դու դա շատ ցավագին ես ընդունում, իսկ հետո դու արդեն սկսում ես իմունիտետ ձեռք բերել այդ իրավիճակներում։ Հա, միշտ տենց է։ Իսկ երբ զգացիր, որ ամեն դեպքում հաջողությունը այնքան մեծ է, որ արդեն չեն կարողանում իրեն զսպել ու ուզում են ցույց տալ ու հաջողանալ քեզ, որ իրենք քեզ տեսել են, գնահատել են ու շնորհավոր են։ Դե ոնց ասեմ։ Հենց принимать именно անկեղծ այդ բառերը շատ դժվար է, որովհետև երբ որ քեզ մոտենում են ասում են մենք քեզ լսել ենք, վաու, ինչ լավ էր, դու միշտ հասկանում ես ով է քեզ անկեղծ ասում, շատ ուժեղ ես ու շատ уже с таким бронежилетом, դու արդեն հասկանում ես ով է, հա, որովհետև այդ պրոյեկտներին մասնակցելը շատ դժվար է, դու հասկանում ես, որ դու тем более երբ որ դա արդեն մանկական պրոյեկտներ չի, ու որ դու ամենափոքրն ես, даже ну ко все вместе, ուրիշ ռեակցիաներ արդեն, որովհետև ես շատ եմ ուզում ընկերություն անել, այդ պրոյեկտներից հետո ես իմ ընկերներ ունենամ, բայց բոլորը չեն բաց։ Ու երևի թե մեծ հասուն մարդկանց համար դա ավելի դժվար բան է, именно конкуренцию принимать։ Երեխեք բոլորը չեն հասկանում որտեղ ես, ինչ տեղն ես գրավել, բայց մեծերի հետ պրոյեկտների մեջ ավելի դժվար է։ Իսկ օրինակ նուկը все вместе դու ունեիր կոնկուրենտներ, ելույթները բոլորը ունենում են, բայց կար այն սոլիդար վերաբերմունքը, որ մեկը մյուսին ձեր կարծիքը ասեիք, որ լավ էր ելույթը։ Թե դա էլի ձևական բնույթ է կրում։ Գիտեք ոնց է, ասենք նշանակություն չունի, դուրդ եկել է, դուրդ չի եկել, եթե ինչ-որ մեկը դուրս է գալի ու դու ուզում ես ինչ-որ մի բան ասես, ոնց որ ինձ են ասում, ես չգիտեմ իսկականից այդ մարդուն դուր է եկել թե չէ, բայց բոլորը ասում են ինչ լավ ես եկել, բայց աչքերի մեջ դու տենում ես, որ ինչ-որ այնչի անկեղծ չի, ու միշտ տենց է, как бы это солидарность, բայց չգիտես ինչն է անկեղծ։ Էլեն նուկը все вместе-ից հետո ինձ թվում է չգիտեմ Լազարևի պատվիշիկների բանակը, հետևորդների բանակը Լազարևի լիքը հայերով լցվեց, որովհետև մենք հասկացանք, որ ինքը արդարության ջատագովն է, այսինքն ինքն է պայքարում, որ վերջապես
հնչի արդարության խոսք ու վերջո նույն Ֆիլիպ Կիրկորովի վերաբերմունքը պահվածքը շատ տգեղ էր ինձ համար ու ոչ միայն թե բոլորիս համար ու եթե ասում էին որ այդ տարիքում այդ աղջնակը չի կարող այդպես երգել սիրո մասին այդ թեման չի եւ այլն բայց ես քո աչքերում տեսա վերապրման պատմություն անկեղծ ես քեզ հավատացի ինքս դերասանուհի լինելով իսկ էկրանից դու չես կարող խաբել որովհետեւ էկրանը դա ռենտգեն է ես գիտեմ որ այնտեղ երկար ժամեր դուք սպասում եք չէ մինչեւ ձեր ելույթի հերթը գա ինչ մթնոլորտում ինչ միջավայրում է դա անցնում հոգնած երգելը դժվար է հա չգիտեմ այդ ադրենալինի տակ դաժե կարողանում ես դու հոգնել թե չէ, որովհետև առաջի ելույթները իմ համար շատ ներվային, շատ էմոցիոնալ էին, որովհետև, չգիտեմ, ես ձեռներս, ոտերս ոչ մի բան չէի զգում արդեն։ Բայց ես առաջինն էի իմ առաջի ելույթում, երկրորդ ելույթում ես երկրորդն էի, իսկ վերջի ելույթս ֆինալը ինձ դրեցին ամենավերջին մասնակից ու դա իմ համար շատ դժվար էր, բայց ես որոշում կայացրեցի մամայիս հետ, որ ես ոչ մեկին չեմ ուզում լսեմ։ То есть իմ պրոյեկտը այդ օրը սկսելու է ինձանով, իմ համար, որովհետև շատ դժվար է լսել, հասկանալով լավ է երգում, ով վատ է երգում, настройкикս ու ես հասկանում եմ, որ ես պետք է իմ ձենի մեջ լինեմ։ Ահա Ես իմ մամայիս հետ մենք գնացել ենք Մոսֆիլմի там прям двор խնձորների ծառ ահա ու խնձորներ ենք քաղում ուտում ու դաժե միջև հիմա մենք նկարներ ունենք որ ես այդ ռոզվի շորով տապոչկեքով ու ջինսով խնձոր եմ ուտում ու ոչ մեկին չէի լսում սպասում էր քո ելույթին ու մենակ բալերին էի նայում որովհետև ուզում էի հասկանայի հնարավորություններ նաբրать հա դժվար էր 10-11 ժամ էի ես սպասում կամ 9 հա առավոտվանից ու ֆրեշ դու չես կարող լինես բայց չգիտեմ այդ ադրենալինը այդ օրը իմ համար sense magic просто օր էր որովհետև ոնց որ ասել էի առաջի երկրորդ փուլերի ժամանակ ես շատ վատ էի զգում բայց հենց այդ վերջի ֆինալի օրը որ ես հիշում եմ այդ գիշերը մամայիս մոտ եմ եկել ասում եմ մամ по счету я какая վերջինն եմ երբ եմ երգում որովհետև ես հասկանում եմ հենց այդ պրոյեկտում դա շատ մեծ նշանակություն ունի որովհետև դու եթե առաջին ես դու նստելու ես ատում ոչ չես մտածելու ասում դրա մասին բայց գիշերը ես եկա մամայիս մոտ ասեցի դու վերջին ես երգում ես հասկանում եմ որ վերջինը երգելը ես հասկանում եմ ինչ համակարգի մենք ուչասնիկներ, մասնակիցներ ունենք, որովհետև բոլորը 99, 98, 97, 100 ես հասկանում եմ, որ ես չգիտեմ շանսերը 001 բայց ես հասկացա, որ չգիտեմ, երևի թե что со мной произошло, я не знаю, բայց դա միակ գիշերն էր ելույթների ժամանակ, որ ես նորմալ քնեցի, նորմալ, չգիտեմ, ամեն ինչ շատ լավ էր, մենակ մաման էր սենց ներվային, բայց ես вообще չէի մտածում, որովհետև ես զգում էի, не знаю, как будто Աստված ինձ ասեց, որ ամեն ինչ նորմալ է լինելու, ու ես տեսել էի вот эту картину, որ ես արդեն երգել պրծել եմ, իսկականից տենց էր, երբ որ ես երգում էի Տինի ցլույ, ու ես տենում եմ, որ այդ կվադրատները շատ քիչ են, всё, չեմ անցնում, ու ես ու այդ մինուսով կեն գնում է ես արդեն երգել ես պրծա ու ես տեսա որ всё կարմիր կվադրատները շատ են ու ես прям расстроилась բայց вот этот момент вот эта картинка որ ես հիշում եմ որ Աստված ինձ ասել է ամեն ինչ լավ է լինելու բայց դու просто չես պատկերացնում ես ինչ ապրումների մեջ էի որովհետև ես հասկանում եմ всё ես պրոյեկտից գնում եմ Какое было выступление? У сенс
ու հավաքվեցին։ Ոնց չգիտեմ ոնց։ Ու ես տեսավ հա, ես գիտեի, ես զգում էի։ Գիտես, ինձ թվում է շատ բարենպաստ էր, որ դու վերջինի ելույթ ունեցար, որովհետև ժյուրին, որը որ լսում է տարբեր նաև հրաշալի կատարումներ, ինքը մտածում, բայց կարող է սրանից լավը հետո լինի, կարող է ավելի լավը լինի, ու ինքը այն իր վերջինը պահում ու մտածում է, բայց միշտ ասում է՝ մի արեք, տենց, եթե ձեր դուրը գալիս է անպայման դա ուղղակի հոգեբանություն է մարդու, որ միշտ մտածում է դեռ արչևում։ Դա Աստված ջան, շնորհակալ ենք։ շնորհակալ ենք իսկականից, ես չգիտեմ այդ ինչ էր։ Ու շատ այդ օրը շատ տարօրինակ էր։ Ես հանգիստ էի, բայց ամեն ինչն լացում էի։ Չգիտեմ էմոցիոնալ։ Հա, ստիլիստների մոտ է եկել ու մազերս ես մտածում էի սենց թափած, սիրուն լոկն է, այդ երկար շորով եկել եմ ու ասում են այստեղ սենց խվոստ եք հավաքում, ասում են ոնց, դուք իմ շորը տեսել եք։ Հա, ու ասում են չէ, մեկը հավաքելու ենք մազեր դու։ Բայց իրենք են որոշողը։ Իրենք են որոշում, հա, բայց այդ շորը իմ շորն է, որովհետև իրանք չկարողացան այդ շորից ավելի լավը գտնեին, բայց ոնց ասեմ, այդ չգիտեմ ինչ-որ այդ не причина, որ ես լացեմ, բայց ես լացեցի ու չգիտեմ խի։ Երկու ելույթը միջև ֆինալը։ Ես չէի լացել, չէի էմոցիոնալ կուտակված էր, հավաքված էր, դու պիտի բաց թողնեիր։ Ես միշտ չգիտեմ, պրոստ լացում եմ ու ամեն ինչ sense թողում եմ, ասում եմ, всё, այս этаպը ես անցա, բայց չէ, չստացվեց։ Ու ֆինալին ես չգիտեմ, ну на сцене тоже я плакала։ Բայց ես քեզ ասեմ, դու ինձ թվում է մենք քեզանից ավելի շատ էինք լաց լինում ու դու ավելի հավաք ամենահետաքրքիր ամենահետաքրքիր ֆակտը այն է, որ ես այդ օրը ես այդքան չլացեցի, երբ որ ես իմ ելույթն էի նայում, որովհետև առաջի վարքյաններից ես ոնց որ հասկանայի, որ вот сейчас я понимаю, что это произошло։ Հենց հիմա եմ ես հասկանում, որովհետև միջև դա երազ էր։ Որովհետև ես չէի տեսել իմ ելույթը, ես մտածում էի, կարող է ես վատ եմ երգել։ Ոնց, ասենք, ոնց կարա տենց բան լինի, եթե ես այդ պրոյեկտը արդեն հաղթել եմ։ Էլեն, իսկ բացի ինքդ քեզնից, ով է այն անձնավորությունը, որը որ վստահես իրանից կլսես, դու լավ ես երգել, թե լավ չես երգել։ Դա քո մաման է, քո ուսուցչուհին է, քո պապան է։ Իմ ուսուցիչն է ու իմ մաման։ Իրանք ամեն ինչ լսում են ու ես հաղթեցի պրոյեկտը, ես դուրս եկա արդեն բեմից, մոտիկանում եմ ուսուցիչից ասում եմ, նավեր խնդրում եմ ասեք լավ եմ երգել թե չէ, ասում դու գիժես, դու գիժես, դու ոնց ես տենց, ոնց կարաս տենց հարցած, երբ որ դու արդեն հաղթել ես այդ պրոյեկտը, իհարկե լավ ես երգել։ Ու սենց նորից արդյունքներս գնաց, короче, չգիտեմ, շատ էմոցիոնալ օր էր, շատ Գիտես հիմա ինչ եմ մտածում։ Եթե քո հաղթանակը լիներ շատ հարթ, առանց այդ սկանդալային տեսարանների, այդ պահվածքի, այդ էմոցիոնալության, այդ հակադիր կարծիքների, նույն Ֆիլիպի պահվածքը, Լազարևը, այդպես չէր տպավորվի երևի մարդկանց մոտ, որովհետև հենց այդ անարդարության զգացումն է, որ քո մոտ այդ ցասումը ծնվում է, ու դու ասում ես Աստված իմ, ու բոլորը քեզ հիշում են։ Շատ լավ է։ Այսինքն այն ինչ որ եղավ, բարի եղավ։ Իհարկե։ Իսկ դրանից հետո Ֆիլիպ Կիրկորովին հանդիպել ես։ Հետո կգայելի կասի ես հայ եմ։ Օй, հանդիպել ենք իրար, բայց ну ко всем вместе նոր սեզոնի նկարահանումներին, նորից ֆինալներ, Ֆիլիպ Կիրկորովը նստած է ժյուրի, բայց Սենց ոնց որ նենց ստացվեց իրար չտեսանք, սենց գլազա в глаза, հա, բայց երբ որ ես խոսում էի, սենց вот так вот։ Մեկ էլ սենց հասկացա, որ էդ ես եմ, բաներ ուզում ասել, բայց չասեց, շատ հետաքրքիր է։ Ինչ? Это ты, да? Ха, он же покинул, он же ушел с проекта тогда։ Да։ Իսկ Լազարևը Ես գիտեմ, որ առիթներ եղել է, որ հանդիպել կամ ինքը քեզ սրտիկներ է դնում Instagram-ում, այդ շատ կարևոր ու հաճելի է։ Ոնց է կարևոր է մարդու ջերմությունը։ Թվում է, թե դա ընդամենը մի սրտիկ է, բայց այդ սրտիկը այնքան կարևոր սրտիկ է, որովհետև դու այդտեղ զգում ես մարդու ուշադրությունը, մարդու վերաբերմունքը։ Շատ կարևոր բան է։ Մենք
в туре были, гастроли, ну ко все вместе. Новосибирск, Иркутсկ, ու այդ համերգներին իհարկե մենք միշտ բոլորս իրար հետ Սերգեյ Լազարևը չգիտեմ, ես տենում եմ այդ աչքերի մեջ, որ ինքը շատ անկեղծ մարդ է։ Ջերմություն։ Հա, երբ որ մենք բոլորս երգում ենք, ես տենում եմ այդ ռեակցիաները, այդ ապրումները, մրցույթ չի, բայց չգիտեմ, ով всё равно переживает։ Էլեն առհասարակ ելույթ ունենալը մարդուն ստիպում է հուզվել ցանկացած արտիստի ու կապ չունի թե այդ արտիստը որ 20, 30, 40 տարի է բեմում, միևնույն է, մարդ հուզվում է։ Առավել եւս երբ որ դու մրցույթի ես երգում, որովհետեւ ամեն մի արտիստ չի որ կարողանում է դիմանա այդ կոնկուրենցիային ու այդ մրցմանը։ Դու ասում ես, որ ես միշտ սովորեի որ գնալ որպես մասնակից, որովհետեւ գիտեի, որ ես միևնույնն է չեմ հաղթելու։ Ինչի էր այդպես մտածում, այդ Յան ազգանունն է, հա։ Որովհետև ես գիտեմ, որ մեր արտիստներից անուններ չհնչեցնեմ, ժամանակին, երբ որ մասնակցել են հեղինակավորելի Ռուսաստանում տարբեր մրցույթների, իրենց խորհուրդ են տվել անունը փոխել, ազգանունը փոխել, ինչ որ բեմական անուն ընտրել, որը որ այդ Յանի հետ չի ասոցացվի։ Երբ որ դու ապրում ես Ռուսաստանում, երբ որ դու հայ ես, ու սկսում ես մասնակցել շատ մեծ պրոյեկտներում, դու հասկանում ես, որ բոլորը իրենց նացիոնալիստներ ուզում առաջ տանեն, որովհետև Բելարուսիայում տենց եղավ ֆակտոր բայ, Ռուսաստանում տենց тоже какие-то такие критерии, շատ ցավոտ է, երևի թե սենց ասեմ, որովհետև Բելարուսիայում ես հիշում եմ, որ ես գրեթե հասա սուպերֆինալ։ Դա X-Factor-ն էր։ X-Factor-ն էր, հա։ Մի փուլներ մնացել սուպերֆինալին ու получается 3 հոգի, հա։ Ստացվում է։ Հա, տենց ստացվում, հա։ И все белорусы прошли։ Մենակ ես էի մնացել։ Հասկացա, որ ես գնում եմ տուն։ Բայց շատ դաստոյն դուրս եկա այդ մրցույթից, որովհետև երգեցի All by myself երգը прям շատ լավ էր։ Ոչինչ։ Ես ճիշտն ասած 16 հատ երգեցի այդ պրոյեկտում ուղիղ եթերում, որը որ չգիտեմ, դա իմ համար շատ մեծ էքսպերիմենտ էր ու ես դաժե երևի թե Աստված ինձ պատրաստեց նու ко всем вместе, որովհետև 2-3 ամիս ես ամեն շաբաթ պետք է նոր երգեր սովորեի 2-3 շատ դժվար էր, բայց դա փորձ էր իմ համար։ Դու ընտելացել էիր, արդեն գիտեիր, այո, փորձ էր իմ համար։ Ու հա, это такой вот ճանապարհ էր նու ко всем вместе հաղթանակի մոտ։ Այ նու ко всем вместе ժամանակ, երբ որ գնացիր առաջի ելույթդ ունեցար, դու մտածում էիր, որ ես հնարավոր է որ հաղթեմ, թե էլի մտածում էիր, դե անհնար է, ես եկել եմ որպես մասնակից ու ինչ լավ է, որ ինձ այսքան մարդ կտեսնի, իմ երգերը կլսեն, ելույթս կկայանա։ Առաջի ելույթի ժամանակ։ Չէ, ես չէի մտածում, որ ես կարող եմ հաղթել, որովհետև ռեպետիցիաներին, երբ որ ես լսում էի ուրիշ մասնակիցներին, ես հասկանում էի, որ ես абսոլютно շանս չունեմ։ Այսինքն մտածում էիր, որ իրեն քեզնից լավն է։ է։ Հա, որովհետև ինձանից մեծ են, ինձանից ավելի շատ կարող է փորձ ունեն, չգիտեմ։ Ամեն անգամ, երբ որ մենք գալիս էինք ռեպետիցիա, ես ու մաման իրար էինք, հա, փորձերի երբ որ գալիս էինք, ես ու մաման ասես նայում էինք իրար աչքերը ու հասկանում էինք, որ շանսերը մեծ չեն։ Да. Надо домой։ Ես հիշում եմ, որ պոլուֆինալն էր, մենք եկանք նորից փորձի ու Ֆլորան էր երգում, հա, ինչ լավ էր երգում, ու ես հասկացա, որ ես ստեղ ինչ եմ անում, ես ոնց է լինելու իմ ապագանես պրոյեկտի մեջ, որովհետև ես հասկանում եմ, որ իմ շանսերը շատ քիչ են, որովհետև ամեն մի մասնակից, չգիտեմ, բոլորը շատ ուժեղ էին, իմ համար շատ կարևոր էր, գոնե մի անգամ ես 100 բալ վաստակեի այդ պրոյեկտի մեջ, որովհետև դա իմ համար ամենա, չգիտեմ, վերևին նշաձողն է։ Հա, վերջում հաղթեցի։ Ու հաղթեցին քեզ հետ մենք բոլորս։
Իսկ այդ նախագծից հետո քեզ համար նոր հնարավորություններ բացվեցին, Ալեն։ Իհարկե, ես իմ պրոյեկտների իմенно գծով կարիերայով պրոյեկտների դա իմ համար շատ մեծ կետ էր, որովհետև ես բոլոր պրոյեկտների մեջ ինչ որ խնդիրներ ունեի առաջ գնալու, առաջի տեղ բռնելու իմенно տելևիզիոնի պրոյեկտների մեջ, որովհետև շատ դժվար էր, որովհետև երբ որ տելևիզիոնի չի, ոչ մեկ չի մտածում ով է հաղթելու։ Так что դա իմ համար շատ մեծ կետ էր իմ իմенно կարիերայի մեջ, որովհետև այդ պրոյեկտից հետո ես հասկացա, որ ես ինքս ինձ ասացի, որ вот я достойна. Ստացվեց ամեն ինչ ու ես հասկացա, որ ես հիմա կարող եմ իմ երաժշտությունով զբաղվել, իմ երգերով, որովհետև ես երգեր եմ գրում ու դա իմ համար շատ կարևոր է լինել իմенно որ ամեն ինչը ստացվի իմ երգերի մեջ, так что կտենանք ինչ կլինի։ Գիտես, այդպիսի մեծ հաղթանակից հետո երբ որ մարդ շատ ոգևորված է ու էմոցիոնալ sense փոթորիկների մեջ է, գալիս է մի պահ դատարկության։ Երբ որ այդ փոթորիկը անցնում է, դատարկության ժամանակ ես չունեմ։ Չէ, ի նկատի ունեմ, այ դու շատ մեծ նշաձող ասեմ, հա, նպատակ ասեմ, դու արդեն դա վաստակեցիր անցար այդ level-ը։ Հիմա գալիս է նոր փուլ կյանքի, այսինքն նոր նպատակների։ Իմ համար շատ դժվար է, именно вот внутри, որովհետև ես զգում եմ, որ ես всё с нуля։ Ամեն ինչ ես 0 կետից։ Հա, շատ դժվար է, որովհետև հա, ես երգեր եմ գրում, այդ երգերը արդեն բոլորը լսել են, բայց տենց не популярно всё это как проекты։ Քեզ сразу չեն տալիս ուռովին, որովհետև ես հասկանում եմ, որ այդ երգերի համար ժամանակ է պետք, ես էլի պետք է գրեմ ալբոմ ու տոսյո, ու ես չգիտեմ կստացվի, թե չէ, ես շատ եմ վախենում։ Մարդիկ կսիրեն այդ երգերը, կերքեն քո երգերը։ Հա, մնալ именно այդ պրոյեկտի, просто մասնակից, просто հաղթող։ Ես ուզում եմ դառնալ արտիստ, բայց արտիստ դառնալու համար ես պետք է ունենամ իմ երգերը, որը որ բոլորը կլսեն։ Այո, որովհետև հիմա cover ասվածը շատ-շատերն են անում ու մարդիկ արդեն ստացված երգերին տալիս են իրենց տարբերակը, դա եւ երևի ֆինանսապես է ձեռք տալիս արտիստներին եւ ուղակի ու դա արդեն ստացված է, սիրված է, էլ պետք չի ջանք թափել, որ ինչ որ այդ նոր երգ գրես, որը որ կդառնա հիթ կամ չի դառնա հիթ կամ կկպնի մարդկանց սրտերին կամ չի կպնի։ Հիմա ուզում եմ վերադառնանք այն կետին, երբ որ դու երգում էիր ու ասացի, որ ես զգում եի, որ դու այդ երգը ոտքի ծայրից միջ մազի ծայրը զգում էիր։ Այսինքն սեր ասվածը իր տարբեր դրսևորումներով, երևի թե դու շատ փոքրիկ ես, երիտասարդ ես, արդեն 18 ես, բայց երբ որ երգում էիր դեռ 17 էիր, բայց հասկացա, որ քեզ ծանոթ է այդ սեր ասվածը։ Ես շատ էի պատրաստվում իմенно այդ երգին, որովհետև իմ համար շատ կարևոր էր, որ մարդիկ տենան, որ ես ամեն մի բառը զգում եմ, որովհետև անընդհատ из-за того, что իմ տեխնիկան լավ տեխնիկա է, վոկալն է, երբ որ ես վերցնում եմ ինչ-որ անգլերեն երգեր, բոլորը ասում են, ես ինչ լավ ես երգում, բայց ոչ մեկ չի ասում, ես ինչ լավ ես դու զգում ես վերապրումով ես երգում։ Իմ համար շատ կարևոր էր, որովհետև ես վախենում էի, որ հենց այդ բառերը, որ ինձ ասացին, ты не прочувствовала, я тебе не поверила, չզգացիր, ես քեզ չհավատացի։ Գիտես ինչից լացեցի այդ երգից հետո, որովհետև այդ ապրումներից հետո ես լացեցի, որովհետև ես հասկացա, որ я так прочувствовала, что я не могу. Всё, այսենց արցունքներս, որ ես հասկացա всё։ Այդ ես ամեն ինչը շատ, չգիտեմ, շատ էմոցիոնալ երգեցի, իմ մեջ տենց էր, բայց կային մարդիկ, որ չհասկացան դա ու իմ համար երևի այդ իմ ամենամեծ վախն էր։ Այդ օրվա, ցավալին։ Մի անգամ հնչեցրեցիր, որ քո սիրտը զբաղված է
ու դա էլ եկավ ապացույց, որ այդ երգը իսկապես այդ սիրո ապրումները, այդ բոլոր բջիջները դու զգում էիր կատարելուց։ Սերը քեզ համար ուրախություն է։ Իհարկե, որ ես գիտեմ սերը ինչ է, որովհետև Դեր շատ հա, ես գիտեմ դրա մասին, որովհետև ես չգիտեմ, որ մամայի հետ ինչ որ տենց սիրո մասին խոսում ենք, ինքը ասում է դու չգիտես սիրելը ինչ է իսկականից, որովհետև ну еще не пришло в твою жизнь, բայց երբ որ ես այդ երգը երգում եմ, իմ սիրտը ազատ էր, ես չեմ կարող ասել, որ ինչ որ տենց ապրումներ էի, я фильмы смотрела очень. Ահա։ То есть я հենց այդ իստորիաների մեջ էի ես մտնում ու բայց հիմա что-то вот такое вот есть. Իսկ արտիստի երգչուհու դերասանուհու համար միշտ դժվար է ունենալ սիրելի անձնավորություն, որովհետև երբ որ քեզ շատ սիրում են, մի օր քեզ կանգնեցնում են այնպիսի փաստի առջև, որ չեն ուզում, որ դու շատ ելույթ ունենաս, չեն ուզում, որ դու այս շրջազգեստով ելույթ ունենաս, չեն ուզում, որ այդ հայտնի արտիստները քեզ մոտենան, համբուրեն, գրկեն, շնորհավորեն, ու միշտ այսպիսի հարցեր առաջանում։ Հատկապես համենայն դեպս, երբ որ ընտրյալը հայ է լինում։ Դա այդ մեր տղամարդկանց իջար բնավոր։ Հա։ Ну, в культуре так. Այո։ Մշակույթի մեջ, այո։ Հա, այո։ Կոնտրյալը հայ է, ազգությամբ հայ Հայ է, հայ է։ Հայ է։ Ամբողջությամբ հայ է։ Հա։ Այսինքն բնավորությամբ նաև։ Չէ, բնավորությամբ չէ։ Այսինքն իրեն դուր է գալիս, որ դու երգում ես, որ դու Ամեն ինչ գիտես ոնց ես միշտ շատ точнее в последнее время ես շատ եմ մտածել դրա մասին, միջև այդ մարդը եկավ իմ կյանքի մեջ, ես շատ էի մտածում, որովհետև ես գիտեմ, որ դերասանների համար, երգիչների համար շատ դժվար է գտնել երկրորդ կեսին, որովհետև բոլորը չեն, որ քեզ կարող են ընդունել, հա, այնպեսին ինչ, հա, որովհետև ես շատ եմ դրա մասին մտածել, раньше я об этом не думала. Հիմա շատ եմ դրա մասին մտածել, բայց իսկ ես համար կարևոր էր որ հայ լինի, թե միևնույն է, եթե այդ անձնավորությունը գար քո կյանք ու քո սիրտ։ Գիտես, ես հասկացա, որ դա շատ կարևոր է։ Գիտես, ինձ թվում է երբեմն հումորները, մշակույթը, չնայած մենք ռուսների հետ միշտ կողքի ենք ապրել այն առումով, որ չէ, այդ մշակույթը ոչ մի բան նման չի, ճիշտն ասած, որովհետև ես Ռուսաստանում եմ ծնվել, իմ արժեքները տարբեր են։ Ամեն ինչը։ Ու իմ ընկերուհիները ռուս աղջիկներ են, ես ընկերության մեջ դա չի խանգարում։ Դու չես տենում տենց բաներ, բայց ինձ թվում է именно вот в отношениях девушки и парня, ինձ թվում է հա, именно հարաբերությունների մեջ դու կզգաս, որովհետև շատ մեծ տարբերություններ կան։ Էլեն, ես հիանում եմ, որ դու ծնվելով, մեծանալով Ռուսաստանում, հա, Մոսկվայում։ Մոսկվայում։ Խոսում ես հրաշալի հայերեն։ Գիտեմ, որ նաև հրաշալի տիրապետում ես անգլերենի, ռուսերենի ու խոսում ես հիմա հայերեն։ Տանը հայերեն ես մամայի հետ խոսում, պապայի հետ։ Գիտես, մենք ոնց ենք մեծացել իմ քույրիկիս հետ, մաման միշտ ասում էր, դուրս մենք խոսում ենք ռուսերեն։ Ռուսերեն։ Տանը մենք խոսում ենք հայերեն։ Դա միշտ աշխատել է։ Մամա ջան։ Спасибо։ Շատ կարևոր է, որովհետև Ռուսաստանում շատ քիչ երեխաներ կան, որ մեծանում են հայկական ընտանիքներում ու երբ որ ծնողները խոսում են հայերեն, միշտ չի տենց որ երեխաները խոսում են, որովհետև դպրոց գնալը ռուսերեն է, ամեն ինչը ռուսերեն է, բայց ես շատ եմ գնահատում, որովհետև այդ ամեն ինչը ծնողներիս առջև։ Գիտես, ես շատ կարճ շփվեցի մամայի հետ, քո, բայց շատ սիրեցի իրեն, որովհետև ինքը շատ կարևոր մի բան ասաց, խոսում էինք, հա, բուլինգից, այդ քեզ չշնորհավորելուց, կադրից դուրս։ Ինքը ասաց,
ինձ դա ցավ է պատճառել որպես ծնող, չէ, որպես մայր, որտեղ տեսնում ես երեխա, անպաշտպան, մաքուր, ու ի վերուս դա այդ շնորհքը Աստծո կողմից է դա տրվում այդ նվերը, դա ուղղակի չես վերցնում կամ գնում օրինակ։ Ու ասում եմ ես միշտ հասկացել եմ, որ պետք է նման վերաբերմունքին, այդ վատ վերաբերմունքին, չարությանը բարության պատասխանես։ Ու դա ամենից մեծ ապտակն է։ Հենց այդ նախադասությունը արդեն այնքան բան է ասում քո ընտանիքի, քո մամայի, քո պապայի, ձեր դաստիարակության, չգիտեմ, ասում շաքաղվում եմ, որտեվ իսկապես այս վերջերս մահացավ իմ սիրելի դերասանուհիներից մեկը, Դիան Կիտն, եթե չեմ սխալվում անունը, բավականին մեծ էր 70 անց ու ինքը ասաց, որ ես այս իմ տարիների ընթացքում հասկացա մի բան, որ բարությունն է, որ երբեք չի մեռնում, այսինքն բարությունն է, որ ուժեղ է մեզ դարձնում ու բարությունը այս կյանքի ամենակարևորագույն հիմքն է։ Ես համաձայն եմ, որովհետև մաման միշտ ինձ տենց ասել, եթե քեզ վատություն են անում, դու անպայման պետք է открыто всегда քո սիրտը միշտ պետք է բաց լինի, որովհետև Աստված ամեն ինչ տեսնում է։ Տեսա՞ր։ Տեսնում է։ Այո։ Իսկ պապայի, մամայի, քույրիկի հետ ինչ ավանդույթ կա, որը որ շատ հայկական է ու հենց ձեր ընտանիքինն է։ Ավանդույթ։ Չգիտեմ, միասին եք ընտրում։ Միասին եք, մի հատ երգ կա, որ միասին եք երգում։ Ոչ ամեն ինչ անում եք միասին, որովհետև եթե դաժե ինչ որ որոշում շատ կարևոր որոշում պետք է կայացնենք, մենք միշտ անում ենք միասին իրար հետ։ Նենց չի որ ես ու մաման կարող են նստենք ու սենց մտածենք, կարող է սենց, չէ, միշտ պապայի հետ, միշտ ընտանեկան, որովհետև դա մեր ուժն է։ Ահա, միասնություն։ Հա, ու ես շատ եմ այդ զգում ու գնահատում, որովհետև միշտ եղել է поддержка պապայից, մամայից ու իմ ամբողջ ճանապարհը, որ ես արդեն անցել եմ ու ես մտածում եմ փոքր ճանապարհ չեմ անցել արդեն, ամեն ինչը իմ ընտանիքիս ու իմ ծնողներիս առջև է եղել, որովհետև եթե ես լինեի մենակ, ես չէի կարողանա այդպես, չգիտեմ, տենց գլոբալնը իմ տալանտ ռազիցիաների, որովհետև փոքր երեխան ինչ կարող է, հա, ոչ մի բան չի կարող անի, որովհետև դու տաղանդով ես ծնվել ու վсё, եթե քո ծնողները ոչ մի բան չարեցին, դա չզարգացնեն, քեզ չօգնեն, չէ, միանշանակ։ Չի ստացվի ոչ մի բան ու դժվարությունները շատ են եղել ու չեմ կարող ասել, որ դժվարություն հիմա չկա, բայց մեր սերը, մեր միասնությունը միշտ մեզ օգնել է։ Գիտես, ինձ թվում է դու մոտիվացիա ես այս տարիքում այսպիսի հաղթանակով, հաջողություններով մեր բոլոր այն երիտասարդների համար, հայերի համար, ովքեր ապրում են նաև դրսում, որովհետև ես գիտեմ, որ սրտի տանիքներով մեզ շատ հաճախ են գրում անկեղծ եմ ասում աշխարհի տարբեր անկյուններից ու ես ուզում եմ որ իսկապես հավատան, որ շատ հասարակ պարզ ընտանիքից ոչ մեծ ֆինանսական կարողություններով, այսինքն սովորական, արի անկեղծ խոսենք, որտեղ գիտեմ, որ մաման պահում է ձեզ, այսինքն չի աշխատում։ Չի աշխատում, պապան է աշխատում։ Պապան բիզնեսմեն չի։ Ճիշտն ասած, ես շատ կուզենայի, որ պապան արդեն չաշխատեր։ Երազում եմ, որովհետև ուզում եմ, чтобы все расслабились, որ արդեն Моя очередь։ Պապան վարսահարդար է։ Այո։ Ունենք մեր գեղեցկության սրահը։ Ունենք Մոսկվայում։ Որ գնանք Մոսկվա, կգանք ձեզ մոտ։ Թե մենակ տղամարդկանց են սպասում։ Չէ։ Շատ սիրով կսպասենք։ Ֆակտոր բայմրցույթին էլ է իր մասնակցում, այնտեղ Իոսիֆ Պրիգոժիններ ու երբ որ դու հենց մտար ինքն կոնյացած ու ինքը նշեց որ դու Լարիսո Դոլինայի դպրոցում ես սովորում իսկ ես անկեղծ ասած Դոլինային մի քիչ միշտ այնց զգուշորեն եմ մոտենում ասեմ ինչու որովհետև իր մեջ կա մի հատ ջղայնություն երբեմն ինչ որ գուցե ինքը պերֆեկցիոնիստ է շատ է պահանջում, բայց երբեմն դա շատ չար նոտաներով է երբեմն հնչում։ Բոլորը չեն հասկանում։ Անկեղծ եմ ասում։ Ու ինքը ասեց, որ իր մոտ Դոլինայի մոտ լինում են կամ լավագույնները կամ ուղակի չեն լինում, որովհետև ինքը այդ միջինը միջակ տարբերակը չի ընդունում կամ սովորական տարբերակը։
ոնց ստացվեց, որ Դոլինան նախ դու հայտնվեցիր իր մոտ ու Պրիգոժինը այդպես արտահայտվեց։ Ֆինալում, երբ որ ես այդ 2 ամիս արդեն Բելարուսիայում էի, ես այդ preview, այդ միջև իմ ելույթը միշտ sense Դոլինայի հետ sense վիդեո էր, որտեղ որ ինքը ինձ ասում է «Удачи тебе, моя девочка»։ Вот так вот։ Ոնց ես հայտնվեցի ակադեմիայում։ Ես հաղթեցի Ագուտինի ֆորումը 2022 թվին հաղթեցի ու ես հիշում եմ որ կուլիսների հետևը ինձ մոտեցավ Լարիսա Ալեքսանդրովնան ու ասաց որ у меня для тебя сюрприз ու բարձացավ բեմ ու ասաց մենք որոշում ենք կայացրել իմ թիմի հետ որ դու շատ ենք ուզում как исключение բացառության տարբերակով վերցնել քեզ մեր ակադեմիայում նոր էր բացվում ես դաժե չէի չգիտեի ինչ սպասեի, ինչ վճարովի ակադեմիա է, չէ։ Հիմա երևի թե հա, բայց մեր կուրսը абсолютно բացառիկ տաղանդների вրա ընտրված կուրսը։ Իմ համակուրսեցիները բոլորը շատ տաղանդավոր, շատ մուզիկալնի, չգիտեմ մեզ ոնց են տենց по всей России, вот так вот, ընտրել են։ ու Մոսկվա։ Ու ես даже չէի մտածում, որ դա կլինի իմ ամենասենց վառ 2 տարին, որտեղ որ ես շատ բացվեցի ինքս իմ համար, որովհետև պար, դերասանի վարպետություն, ամեն ինչ, даже ֆրիստայլ, խոր, ակապելնի անսամբլ, սոլֆեջո, վոկալ, ամեն ինչ։ Ինչ որ բեմում կանգնող արտիստին անհրաժեշտ։ Հա, ու ես շատ բացվեցի, որովհետև ես միշտ եղել եմ ցենց սկրոմնի երեխա, որը հայ երեխա է։ Вот, բայց ակադեմիայից հետո ես ծանոթացա абсолютно ուրիշ կողմերին։ Ուրիշ կողմերից քեզ բացահայտեցիր։ Հա, абсолютно։ Էլեն, սիրում ես ծախսել։ Հա, շատ։ Երբևէ եղել է որ ինքդ ես քո դրամա աշխատել, ունեցել ես քո առաջին աշխատավարձը, թե դեռ ոչ։ Իհարկե։ Չեմ ասում իհարկե, որովհետև Նուկավսե Մեսիից հետո հաղթանակը շատ արդեն ծախսել ես այդ ամբողջ գումարը։ Ինչ արեցիր։ Շատ շուտվանից։ Բայց ինչ արեցիր այդ գումարը։ Չկա էլ այդ գումարը։ Ինչի՞ ու ծախսեցիր։ Լավ չէ, ինչ արեմ։ Ինչ ես արել։ Բայց բոլորին ամենաշատ հետաքրքիր է իմն այդ հարցը, որովհետև շատ մեծ գումար է, բայց 5-6 դաժե 6 միլիոն։ 6 միլիոն։ Բայց նալոգով դե քիչ էր ավելի կազմում։ 4-7։ Ինչ կառներ այդ գումարով։ Տուն կառներ Մոսկվայում։ Չէ։ Դուք տուն ունեք։ Ունենք։ Հա, սեփական չէ, վարձով չէ։ Ապրում։ Ծնողներիս տվեցի ամբողջ գումարը, որովհետև ես գիտեմ, որ ես կուտա պատրաստից։ Հա։ Ես իմ համար նոր հեռախոս ու օտպուսկ։ Մնացածը տվեցի ծնողներիս, որովհետև ես գիտեմ իրանք ինձանից լավ գիտեն ինչի։ Իսկ ուր մեկնեցիր հանգստի։ Դուբայ։ Դուբայ։ Այդ հանգստի մեջ շոփինգն էր մտնում։ Հա, չեմ կարող ասել, որ ես շատ շոփինգ եմ արել, բայց կոսմետիկա շատ եմ արել։ Ես այդ գումարը ինչ տվեցի ծնողներիս, որովհետև ես գիտեի, որ այդ գումարը մեզ կօգնի մի քիչ մեր կյանքը հեշտանար, մի քիչ, չգիտեմ, ուրախությունները շատանար, ավելի թեթև։ Այո, որովհետև նորից եմ ասում, որովհետև մենք абсолютно սովորական ընտանիք ենք ու դա մեր համար շատ մեծ օգնություն էր, տենց ասեմ։ Ոնց եմ ես քեզ սիրում։ Ուզում եմ որ միշտ այսքան իսկական լինես, այսքան անկեղծ լինես։ Մերսի շատ, որովհետև դա, գիտես, անկեղծությունն ու ազնվությունն ու այս լավ մարդ լինելը ամենաթանկ արժեքն է այս կյանքում։ Համաձայն եմ։ Էլեն, ուրեմն, քանի որ ասացիր, մենք շատ սովորական մարդիկ ենք, սովորական խնդիրներով, մեր վարկերով, մեր խնդիրներով եւ այլն։ Հա։ Հիմա բայց ես ուզում եմ ներկայացնեմ մեր ընկերոջը, գործընկերոջը Իտա Սոլարին, որը մեր հաղորդման գործընկերն է։ Ու ինքը մարդկանց, այս սովորական մարդկանց կյանքը հեշտացնում է, որովհետեւ վերում տեղադրում է արևային կայաններ տանիքում, ու մարդիկ մոռանում են առհասարակ հոսանքի համար վճարել։ Հիմա օրինակ նոր տարիա չէ, մոտենում ծախսերը ավելանում են, պետք է ավելի ջեռուցել բնակարանը, տաքացնել, բայց մարդիկ կարան դրա մասին չանհանգստանան, որտեվ եթե իրենք գնում են օրինակ արևային կայան 10 կիլովատ եւ ավելի հզորությամբ,
Իրենք նախ մոռանում են արդեն հոսանքի ծախսի մասին, բացի այդ ստանում են 200,000 դրամի նվեր քարտ Երևան City-ի կողմից, ու այդ 200,000 դրամի նվեր քարտով, եթե միջև այդ գնում կատարում են դեկտեմբերի 30-ը, նաև լուծում են իրենց ամանորյա սեղանի եւ ծախսերի հարցերը։ Լավ առաջարկա, չէ՞, լավ նվեր։ Ital Solar, երբ որ այստեղ տուն գնեք, հիշի ես հեռախոսահամարը 8128, ձեզ կանեն անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Ուրա! Ընկեր ունենալը շատ լավ բան է, այն էլ անկեղծ ընկերներ, ուրեմն մենք ունենք այսպիսի մի ընկեր, խոսքը Ամիոբանկի Visa Platinum քարտի մասին է, որը փայլուն ընկեր օգնական է, երբ որ դու ճանապարհորդում ես։ Հիմա ասեմ, այնքան է հեշտանում քո ճամփորդությունը իր հետ միասին, որովհետև այն օդանավակայանի հերթերը չես կանգնում։ Ոչ մի տեղ հերթ չես կանգնում, որովհետև դու ունես այս Visa Platinum քարտը։ Այն բիզնես սրահում, որ շամպայնով սթորիներ են, չէ, Instagram-ում տեղադրում, անվճար օգտվում ես, հյուրասիրվում ես, որովհետև դու ունես էլի Ամիոբանկի Visa Platinum քարտը։ Գնում ես արտերկիր, Դուբայ, չգիտեմ ուր ես մեկնում, վարձում ես մեքենա 30% զեղչով։ Աստված մի արասը մեքենադ փչանումը անվճար գալիս են սարքելու։ Եթե թռիչ գտել օրինակի համար որոշ ժամեր կան, ուշացնում են, պարտավոր են դրամի տեսքով քեզ կոմպենսացնելու, որովհետև դու ունես Ամիոբանկի Visa Platinum քարտը։ Հիմա այս քարտը ունես նաև դու ես ընկեր օգնականին մյուս անգամ, որ գնաս հանգստի, կճամփորդես իր հետ միասին ու կզգաս այդ ճամփորդությունը ինչքան հեշտ է լավ ընկերոջ հետ, բայց Ամիոն Էլենից ուզում էր իմանալ, ով է իր լավագույն ընկերը։ Մամաս։ Ինչն է որ սովորաբար ընկերներին չես ների։ Դավաճանություն։ Օրինակ ես գիտեմ, որ Ալսուի աղջիկը քո մոտ ընկերուհին է։ Դուք շատ ջերմ հարաբերությունների մեջ եք։ Հիմա Ալսուի Միկելան ինչ բնավորության գիծ ունի, որ դու ուզել ես որ ինքը լինի քո ընկերուհին։ Ինքը շատ բարի, շատ բարի մարդ է, շատ անկեղծ ու մենք շատ բաներով ենք իրար հետ անցել, ճիշտն ասած, որովհետև գոլասից սկսված բոլորս գիտենք ինչ էր կատարվում։ Այո։ Ու ես միշտ իր կողքին եմ։ Կեցես։ Ու ինքն էլ միշտ իմ կողքին է, երբ որ ես ինչ-որ խնդիրներ, խնդիրներ ունեմ, մենք միշտ իրար հետ ենք։ Էլեն, ես այնքան ուրախ եմ, որ դու հիմա Հայաստանում ես։ Ես էլ եմ շատ Որ ուրախ։ մեր Երևանի երկնքի տակ ենք հիմա զրուցում ես Սիրում տանիքում։ Ես միշտ ասում Սիրովլի Ֆրունզիկ վայելելու ենք միասին։ Կարող ես երազանք պահել, որովհետև տանիքում երազանքները շուտ են հասնում երկինք։ Ազնիվ խոսք։ Պահեցի՞ր։ Լավներ չէ։ Շատ լավներ։ Կարմիրն էլ ունենք, ռոզան էլ ունենք, բայց կարմիրը տալու ենք, որ դու տանես papai, մամայի, քույրիկի հետ։ Քույրիկին երևի դեռ չի կարելի, բայց համենայն դեպս։ Հա։ Շնորհակալ եմ։ Միասին վայելեք։ Մերսի։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Ինչ լավ է, որ չեմ հիշում։ Սկզբունք, որ երբեք չես դավաճանի։ Չարին պետք է հաղթես բարությամբ։ Մարդկային մեծագույն արժեքը։ Բարի մարդ լինելը։ Վերջին անգամում ինձ ես ներողություն խնդրել։ Մամայից։ Իսկ ում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Մամային։ Որ աստուն հանդիպես ինչ կասես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Էլեն, ես քեզ շատ սիրեցի։ Ես էլ քեզ շատ։ Բացի քեզնից մամայիդ էլ շատ սիրեցի։ Ու ես շատ ուրախ եմ, որ դու եկար մեր տանիք ու մենք սենց անկեղծ զրուցեցինք։ Ես հպարտ եմ, որ մենք ունենք քոպես երիտասարդ, տաղանդավոր, հրաշալի երգչուհի, որին շատ մեծ ապագա է սպասվում, որը արդեն սկսվել է։ Իսկ իմացի, որ քո հաղթանակի համար աղոթում են միլիոնավոր հայեր։ Ես շատ կուզեմ, որ մենք շատ, ոչ թե 2 միլիոն լինենք, չգիտեմ 3-4 միլիոն շատ լինենք ու բոլորս աղոթենք քո հաղթանակների ու հաջողությունների համար։ Շնորհակալ եմ։ Շատ։ Հաղորդման գործընկերն է Ital Solar-ը։ Ամիոբանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։
Musa Production Սրտի տանիքներով Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին